Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն սկսում է իր նոր աշխատանքային շաբաթը։ Աշխատանքային նոր շաբաթը, որը մենք սկսում ենք նոր հյուրով։ Եվ այն էլ ինչպեսի։ Նախ ուզում եմ ասել, որ այսօր առաջին անգամ Փակ TV-ի տաղավարում մենք հյուրընկալել ենք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների տեխնացու Գուրգեն Սիմոնյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գուրգեն, շատ ուրախ եմ, որ մեր հյուրն եք, նոր շաբաթվա առաջին հյուրը։ Եվ իհարկե նախ ուզում եմ շնորհավորել նաև նոր կուսակցության ստեղծման կապակցությամբ, որտեղ կուսակցությունները շատ են, բայց առայժմ կներեք անկեղծության համար ոչ բոլորն են որ ծառայում են նպատակին։ Ես չէի ուզենա, որ ձեր կուսակցությունը լիներ մեկ կամ երկու մարդու կուսակցություն, այլ կուսակցություն, որ իսկապես կծառայի իր ժողովրդին։ Ինչ է իրենից ներկայացնում շնորհապետական ասելով կուսակցությունը։ Շատ շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ես լիովին ձեզ հետ համաձայն եմ։ Կուսակցությունները այնքան շատ են, որ ուղղակի տեղը դադար չկա։ 80-ից ավել գրանցված կուսակցություններ կան։ Ավաղ այլընտրանքային ուժ կայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն է պահանջում, որպեսզի նոր կուսակցություն կայանա։ Այլապես չէինք կարող այլընտրանքը մեկ ներկայացնել, որպեսզի մարդիկ կարողանային հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրության հնարավորություն ունենային։ Բարեբախտաբար կարողացանք մենք փայլուն համագումար անցկացնել, ինչպես արդարացիորեն նշեցիք, մեր գլխավոր նպատակը ոչ թե անց կուսակցությունն է, այլ գաղափարախոսակ կենտրոն կուսակցությունն է։ Շնորհապետություն դա մերիտոկրատիա բառի հայերեն համարժեքն է։ Մերիտոկրատիան քաղաքագիտական բառ է, որը հունական եւ լատինական երկու բառերի միասնությամբ կազմում է արժանավորների իշխանություն եզրը, իր մեջ ամփոփում է։ Այսինքն ընտրանի, որը արժանինքներով պայմանավորված գեներացված կլինի, նախքին արատավոր բարքերը, ծանոթ խնամի բարեկամ այդ մոտեցումները կբացառվեն եւ ի սկզբանե փայլուն մասնագետների եւ փայլուն մարդկային արժեքներ ունեցող անձանց համար ճանապարհ կբացվի։ Մենք ուժ ենք դառնալու, որը ի սկզբանե ոչ թե ինքն իրան է հռչակում այդպիսին, այլ ինքը ստեղծելու է այն նախադրյալները, որպեսզի շնորհապետները, արժանավորները գեներանան եւ հնարավորություն ունենան պետական կառավարման համակարգի բարձրագույն օղակներում տեղ զբաղեցնեն եւ մեր օրհասական խնդիրներին մասնագիտական եւ խիստ կոմպետենտ լուծումներ տան։ Այո, պետք է կարողանանք համակարգ կայացնել, կուսակցություն, որը պատրաստ կլինի թե արտախորհրդարանական իրողություններում ժողովրդի արժև ծառացած խնդիրներին massամբ լուծում տալ, թե խորհրդարան անցնելու պարագայում կարողանա ավելի շատ բացազատվել, ավելի շատ խնդիրներ իր վրա վերցնել եւ լուծել, թե առաջն Աստված, եթե հայ ժողովուրդը կկամենա օժտել բարձրագույն իշխանությամբ, ապա այդ պատասխանատվությունը, այդ ահռելի բեռը ընդհուպ մինչև այս ժամանակներում այդ ահռելի բեռը հավասարարժեք կրելու եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտպանելու, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ հայ ժողովրդի բարեկեցությունը եւ պետության զորեղությունը ապահովելու առաքելությունը իր ուսերին տանի եւ պատշաճ տանի։ Հուսամ, որ այս սկզբունքները, որը մենք այդքան փափագով դրեցինք հենց հիմնարկեքի ժամանակ, շատ մոտ ժամանակներում մարդկանց համար երևելի կլինի, մարդիկ կկարողանան շոշափելի տեսնել, որ սրանք ոչ թե լոկ բառեր են, այլ սա որդեգրած քաղաքականություն է, որդեգրած մոտեցում է, որ ապագայում էլ ավելի շատ է բացազատվելու։ Գիտես, ես պատահական չասեցի քաղաքական գիտությունների տեխնացուն շեշտված, որտեղ այսօր կան շատ քաղաքագետներ, որոնք քաղաքագիտությունից հեռու են այնքան, որ նույնիսկ հնարավոր չի պատկերացնել, բայց փառք Աստծո դուք այն անձն եք, ով գիտի ինչ է ներսից իրենից ներկայացնում քաղաքագիտությունը, ընդհանրապես քաղաքականությունը։ Տեսեք, աշխարհում տիրող ներկա քաղաքական այս իրավիճակին եմ ուզում անդրադառնանք, Միացյալ Նահանգներում նոր նախագահ, Եվրոպան կարծես փոթորկվել է, մի խոսքով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որի մասին կուզենայի, որ դուք ձեր տեսակետը հայտնեիք։ Սիրով, բավականին վտանգավոր ժամանակներ ենք ապրում։ Այն աշխարհը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էր եւ որը իր դիրքերի մեջ մտավ 1989 թվականի Մալթայի կոնֆերանսով, երբ Բուշ ավագը եւ Գորբաչովը պայմանավորվեցին
ռազմավարական նշանակության հրթիռների իրողությունը սահմանափակել, միջուկային սպառազինության թվաքանակը սահմանափակել եւ Բերլինի պատը ապամոնտաժել, դա ազդարարեց ինքն իրենով սառը պատերազմի ավարտը։ Այդ աշխարհը վիճարկվեց 2007 թվականի Մյունխենյան գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ եւ ճառով։ Հիմա վիճարկված աշխարհում համաշխարհային ընդդիմամարտություն է ընթանում։ Բոլոր պետությունները վիճարկում են այն իրողությունները, որոնք որ ձևավորվել էին։ Այս ընդդիմամարտությունը խիստ վտանգավոր է։ Առավել եւս այն հանգամանքում, որ մենք գիտենք բռնատերական ավանդույթներ ունեցող պետությունները վիճարկում են փոքր եւ միջին պետությունների լինելու իրավունքը, ինքնիշխան լինելու, ինքնիշխան ապրելու եւ ունենալու իրավունքը ընդհանուր պետական սահմանների առումով, պետական տարածքների առումով եւ այլն։ Հայաստանը ունի շանս։ Մենք գիտենք, որ 2020 թվականից ահռելի հարված հասցվեց մեր պետական անվտանգությանը, ժամանակավորապես իմ խորին համոզմամբ մենք կորցրեցինք Արցախը, Արցախը հայերը հայրենազրկման ենթարկվեցին, նրանց իրավունքները ոտնահարվեցին, բայց ես համոզված եմ, որ դա ժամանակավորապես է, որտեվ պայքարը շարունակողի համար ոչինչ դեռ կորսված չէ, եւ ճանապարհը բացվում է ընթացողի ոտքերի տակ։ Այս առումով մենք հնարավորություն ունենք Եվրամիության եւ եվրոպական պետությունների հետ երկուստեք կամ կոլեկտիվ անվտանգային համակարգի մասը դառնալու, որտեղ մենք գիտենք, որ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, Միացյալ Նահանգների հետ նահանջով պայմանավորված փորձում է համաեվրոպական անվտանգային գոտի ձևավորել, հիմնվելով Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ռազմական պոտենցիալների վրա, այդ թվում նաեւ միջուկային զսպման ռազմավարությունը, Ֆրանսիայի միջուկային զենքի արսենալով, միջուկային հովանոց ձևավորելով համաեվրոպական անվտանգային համակարգի համատեքստում։ Մենք ունենք այդ շանսը, որովհետեւ Ֆրանսիան ավանդաբար բարեկամ պետություն է մեզ։ Հնարավորություններ կա երկուստեք ռազմական փոխգործակցության հնարավորություններ բացազատելու, ավաղ այս աշխատանքների մեծ մասը կախված է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունից եւ տնային աշխատանքից, որը ես չեմ տեսնում, որ կատարվի 100 պատշաճի։ Սա լայնածավալ աշխատանքի դաշտ կա, բացված, որ պետական կառավարման համակարգը պետք է զորաշարժի լավագույններից լավագույններին եւ լծվի գործի։ Մինչդեռ մենք ինչ ենք տեսնում, անընդհատ հապաղումներ, անընդհատ երերուն վարք, ընդհակառակը զորաշարժված հայկական հայ ժողովրդի գաղափարախոսական հենքին, զորաշարժված ընդդեմ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքը կազմող իրավաքաղաքական փաստաթղթերին, անկախության հռչակագիր լինի, սահմանադրական կարգ լինի եւ այլն եւ այլն, սրանք վտանգավոր են։ Եվ ես ավելի շատ վտանգը հիմա արդեն տեսնում եմ ներսից, քան դրսից։ Պատկերացնում եք ինչքան աղետալի իրողությունների մեջ ենք մենք ապրում, որ ներսում ենք արդեն տեսնում վտանգը։ Սա է պատճառը, որ գիտության ինձ համար շատ ավելի կոմֆորտ եւ շատ ավելի գրավիչ տիրույթից ստիպված եղա դուրս գալու մուտք գործելու քաղաքական դաշտ, որպեսզի հնարավորություն ունենանք գոնե մոտ ժամանակների համար հայ ժողովրդին ընտրելու հնարավորություն ստեղծենք, այլընտրանք ստեղծենք, որտեղ եթե ընտրություն չկա, ընտրության բացակայությունը նաև ընտրության իրավունքի իրացման խափանիչ մեթոդ կարող է լինել։ Մարդիկ անդադ կամ նրանց կամ սրանց համատեքստում խարխափելով ընտրություն չեն ունենա, գուցեև բոյկոտեն չգնան ընտրությունների եւ այս պատուհասներին հնարավորություն չլինի արձագանքելու եւ լուծումներ գտնելու։ Մեր ուժը Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կոչված է այդ ընտրության հնարավորությունը բացազատելու, դա աստված որ բացի մեզ էլի ուժեր լինեն, որ մարդիկ էլ ավելի լայն ընտրության հնարավորություն ունենան։ Տեսնենք, աշխարհը կանգնած է աշխարհակարգի փոփոխման շեմին։ Եվ եթե հայ ժողովուրդը հնարավորություն ունենա իր ներսում բացազատելու արժանիներին, մեր իրավունքները շատ ավելի պատշաճ կհարգվեն։ Դուք պատմությունից գիտեք, չէ՞, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թեպետ եւ ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը կանգնեց լինել չլինելու հարցի շուրջ, միևնույն է, ձևավորված աշխարհակարգը ազգերի լիգայի համատեքստում հայ ժողովրդի իրավունքները ամրագրեց։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, ազգերի լիգայի ճանաչած քարտեզները եւ այլն եւ այլն։ Այնուհետև մի քանի տասնամյակ անց երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովուրդը արդեն խորհրդայնացված, բռնազավթված օտար պետության կողմից մարտնչում էր
Բելարուսիայի եւ Ուկրաինայի ռազմաճակատներում կորցնելով ահռելի քանակությամբ հայորդիներ, անգամ ասացվածքներ էլ կան, չէ, Կերչը տվեց հայի վերջը, ինչքան մարդ էր զոհվում այնտեղ, ինչքան հայեր էին զոհվում եվրոպական ռազմաճակատներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում էլ չունենալով մենք ինքնիշխան պետությունը որպես այդպիսին, այլ մասը լինելով խորհրդային միության, միևնույն է հայկական իրավունքները, հայ ժողովրդի իրավունքները շարունակեցին ապրել։ Եթե մենք մեզանում կամք չդրսևորենք եւ արժանիներին ճանապարհ չտանք, նոր աշխարհակարգում լուսանցքում կմնա մեր իրավունքները։ Հիմա մենք պետք է պայքարենք, որպեսզի նոր ձևավորված աշխարհակարգի համատեքստում հայ ժողովրդի իրավունքները կրկին ողջ լինեն։ Պարոն Սիմոնյան, մի ցավոտ հարց կա, որի մասին կուզենայի, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեիք, խոսքս Բաքվում շարունակվող մեր ռազմագերիների այդ խեղկատակ դատավարության մասին, այդ թատերականացված դատավարության։ Ինչ եք կարծում, մեր իշխանությունների վերջո երբ են 100% ուշադրություն դարձնելու այս ամենին եւ արդյոք կարող են այդ հարցին դրական լուծում տալ։ Կարող են թե ոչ, դա հարցի երկրորդ մասն է։ Գուցե եւ չկարողանան, բայց գոնե քայլել կատարելը այդ ուղղությամբ անհրաժեշտ է, որը ես չեմ տեսնում։ Մեզ շարունակաբար ասում են, որ մենք գաղտնի բանակցություններ ենք անում, դա ես թույլ տվեք չհավատամ։ Թույլ տվեք չհավատամ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այսքան խաբեությունների մեջ պարտավոր եմ նրանց ազնիվ խոսքին հավատալ։ Նրանք ասում են, որ բանակցությունները տարվում են, ես չեմ հավատում։ Առերևույթ դարձրեք, գուցե ինչ-որ մի բան էլ մենք որպես մասնագետ կողքից նկատենք, ձեզ հուշենք, օգնենք, ավելի արդյունավետ պայքարը մղեք, բայց վառ ապացույցը նաև անուղղակի ապացույց, որ Եղիշե Կիրակոսյանը եւ նրա թիմը ազատման դիմում են ներկայացրել, այլևս չեն ցանկանում այն էլ այս օրերին, դա ինչ է նշանակում, որ գուցե այդ անձանց առաջ դրել են անհաղթահարելի պահանջ։ Ես Եղիշե Կիրակոսյանի մոտեցումը գիտեմ, նա ցանկանում է դատի տալ ՄԱԿ-ի քրեական դատարանում Ալիևին եւ ադրբեջանական պետությանը, գուցե նրա առաջ դրել են հարց, որ պետք է հետ քաշես բողոքները։ Ով գիտի։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ վստահում։ Որպես հայ մարդ մտածում եմ, որ անգամ եթե հանցագործներ են դատվում Ադրբեջանի բանտում պետք է չմնան եւ Ադրբեջանի օրենքով պետք է չդատվեն, նրանց պետք է վերադարձնել աներկբայորեն։ Աներկբայորեն։ Հայկական պետականության գլխավոր առաքելությունն այն է, որ գնա յուրաքանչյուր հայի հետևից։ Յուրաքանչյուր, անկախ նրանից լավն է, վատն է, սա էլ շեշտում եմ, որ ինձ չմեղադրեն, ասեն Ռուբեն Վարդանյանը չէր, ասում էր թաթարացման մոտեցում, ոչ, ես նրա մտածելակերպը չեմ կիսում։ Ես անգամ կարծում եմ, որ գուցե նրա արարքների մեջ Հայաստանի Հանրապետության օրենքների համատեքստում քրեորեն պատժելի հանգամանքներ լինի, բայց Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայորդիներին բերելու Հայաստան, եթե մեղավոր են կանգնացնի հայկական արդարադատության առաջ, ոչ թե ադրբեջանցու։ Սա խայտառակություն է, որտեղ Ադրբեջանում եթե դատապարտեցին այդ անձանց, դա կնշանակի, որ նրանք դատում են Հայաստանը։ Ինչու՞։ Որովհետև ադրբեջանական հոդվածները, որը կարվել են այդ անձանց վրա, ենթատեքստում դատապարտում են հայկական պետականությանը։ Ինչ են դատապարտում։ Ահաբեկչություն, անջատողականություն։ Վերջում ստացվելու է, որ հայկական պետականությունը ահաբեկչական եւ սեպարատիստական քաղաքականություն է վարել։ Վերջում էլ կստացվի, որ հայկական պետությունն է նախաձեռնել Արցախյան պատերազմը։ Վերջում էլ կասեն, դե եթե դուք նախաձեռնել եք, դուք ահաբեկիչ եք, ապա դուք պետքա մեզ հոգեբանական եւ ֆինանսական փոխհատուցում տրամադրեք մի աստղաբաշխական թիվ, որ սերունդները աշխատենք չկարողանանք այդ թիվը փակել։ Այսինքն այդ անձանց իրենց օրենքով դատելու հանգամանքում նրանք դատում են Հայաստանը։ Եվ Հայաստանի Հանրապետության ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարները ջանք ու եռանդ պետք է չխնայի, որ նրանց վերադարձնի Հայաստան, բոլորին անխտիր։ Միայն Ռուբեն Վարդանյանին չէ, բոլորին անխտիր։ Եվ ըստ այդմ հայկական արդարադատությունը, հայկական ֆեմիդան իր արդարության համատեքստում թող անցկացնի նրանց անցած հետագիծը։ Եթե մեղավոր են հայկական պետականության առաջ Արցախի առաջ, իսկ ես գտնում եմ, որ մեղավոր են։ Ուրեմն պետք է կանգնեն մեր դատարանի առաջ, ոչ թե ադրբեջանցու։ Այդ տեսեք, Ռուբեն Վարդանյանի այս վերջին ուղերձը, որը մենք կարողացանք, ինչպես ասում են, լսել, իհարկե շատ բաներ է հուշում։ Իսկապես այնտեղ մեր գերիներին խոշտանգում է։ Իհարկե։ Եվ ամենասարսափելին իդեմս նրանց նսեմացում են նաև մեր ժողովրդին։
Բակո Սահակյանին չտեսակ, որ ահավոր էր, ես ուղղակի մոտիկից ճանաչելով այդ մարդկանց ապշել էի, նրանք կարծես մի 20 տարով ծերացել էին, այլ չեմ խոսում այն կապտուկների, այն ատամնաշարը չկար։ Այո, դիմացի ատամնաշարը, այսինքն սա ինչ է նշանակում։ Եվ այս ամենից հետո Ալիևյան ռեժիմին դեռ հավատացողներ կան։ Այս միջազգային դատավարությունը այդ աղետ է, սա նաև այն պատասխանն է, թե ինչու հենց այսօր եւ ինչու հենց հիմա մենք նախաձեռնեցինք կուսակցաշինությունը։ Անկեղծ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այլ ելք չեմ տեսնում, քան իշխանափոխությունը։ Բայց իշխանափոխությունը ոչ թե որ մեկ այլ պատուհասներին փոխարինենք մեկ ուրիշ պատուհասներով, այլ պետք է հայ ժողովուրդը ի վերջո գիծը քաշի։ Գիծ է քաշել պետք։ Մենք պետք է նայենք առաջ, ստեղծենք նոր քաղաքական, ներքաղաքական դաշտ։ Սիրելի հայրենակիցներին պետք է ասենք, ախր մենք արժանի չենք այս փորձանքների, որը տեսնում ենք։ Մենք արժանի ենք շատ ավելի ամուր, շատ ավելի կայացած պետական համակարգին, հայկական արդարությունը վերականգնող պետական համակարգին։ Լսում ես հարցազրույցները նախկին դերակատարների, ներկա դերակատարների, ուղղակի տարակուսելի է։ Այդ մարդկանց ինտելեկտուալ հնարավորությունները, նրանց ոճաբանությունը, դա մեզ հարիր է։ Այն իրավիճակը, այն սոցիալ-տնտեսական աղետը, որի առաջ կանգնացրել են, էկոլոգիական աղետը, որի առաջ կանգնացրել են մեզ Երևանում, արդեն ժողովրդական լեզվով ասած օդ չկա շնչելու։ 10 անգամ գերազանցում են թույլատրելի նորման բոլոր թունավոր տարրերը, որոնք մթնոլորտում կան։ Հետո էլ զարմանում են այսքան հիվանդությունները որտեղից։ Հիվանդությունները երիտասարդացել են արդեն։ Սա աղետ է համազգային, իսկ սա վատ իշխանությունների, ոնց որ Կոնֆուցիոսը ժամանակին ասում էր, վատ իշխանությունները վագրից, կատաղի վագրից էլ վատն են։ Ու օրինակ է բերում, ասում է գյուղացիների կյանքը ուղղակի աղետի էր վերածում մի վայրի վագր, բայց տարիներ շարունակ այդ գյուղացիները շարունակում էին Չինաստանի գյուղում ապրել եւ շարունակում էին իրենց կեցությունը։ Հետո այդ վագրի հարցերը լուծում են իհարկե, բայց շատ դժվարությամբ մեծ վնաս է պատճառում թե գյուղատնտեսության անասնապահությանը, թե մարդկանց է հոշոտում։ Ասում եմ, միջև այն պահը, երբ որ իշխանությունները փոխվեցին եւ վատ իշխանություններ եղան, գյուղը դատարկվեց։ Այստեղից հետևություն, վատ իշխանությունը կատաղի վագրից վատ է։ Սա աղետ է։ Գիծ պետք է քաշենք, սիրելի հայրենակիցներ, եկեք գիծ քաշենք։ 21-րդ դարում նոր մոտեցումներով, նոր ուժեր, որոնք ապականված չեն, որոնք առնետավազքով չեն։ Մեզ մեղադրում են, ասում են դաշնակ են, բևեռական են, սա են, նա են։ Ոչ մի բան ենք, ոչ եղել ենք դաշնակ, ոչ էլ եղել ենք բևեռական, ոչ էլ այլ կուսակցական։ Մաքուր ուժ է։ Մաքուր ուժ, ոչ մեկի հետ կապ չունի, ոչ մեկից չի սնուցվում։ Ամենասկզբում անցյալ տարի մայիսի 28-ին ես հայտարարեցի քաղաքական մուտք գործելը եւ հրապարակեցի հաշվի համար, ընդ որում նոր բացված հաշվի համար, որ իմ անձնական ֆինանսների պատմությունը չկրի իր մեջ։ Մարդիկ են փոխանցումներ արել։ Ինչ արել ենք մարդկանց փոխանցումներով։ Ես ձեզ ավելին ասեմ, անվտանգային հարցերի մասին ամեն անգամ երբ խոսում ես, ակամայից մտածում ես, այն իշխանությունը, այն կառավարությունը, որ որդեգրել է կեղծիքը, սուտը, անընդհատ մարդկանց խաբելու քաղաքականությունը, կարող է սարսում ինչ-որ լուրջ հաջողության հասնել։ Անհնարին է, անհնարին, որովհետև քաղաքագետները գիտեն եւ դուք ձեր խոսքի սկզբում էլ ասեցիք, քաղաքագիտությունը մասնագիտություն է։ Ուղղակի շատ ենք մենք տեսել, որ ոչ պրոֆեսիոնալներ, անգամ տաքսի վարողներ կարող են լինել կամ այլ մարդիկ, այլ քիմիկոսներ կարող են լինել, որ ինքնահռչակ քաղաքագետ իրենց անվանեն։ Քաղաքագիտությունը մասնագիտություն է։ Եվ այսպիսի մի աքսիոմա կա քաղաքագիտության մեջ։ Հին համակարգը, որը իր մեջ ամփոփում է արատավոր բարքեր, երբևիցե հնարավոր չի բարեփոխումների ենթարկել կադրային փոփոխություններով միայն, որտեղ այդ կորպորատիվ մշակույթը, եթե 70% հին կադրերն են մնում, 30% նորերին ես բերում, նորերը հին մշակույթի կրողներ են դառնում։ Հակառակ մոտեցմամբ, երբ որ 70% նորի մեջ 30% արժեքավոր հինն ես բերում, հինը նորանում է։ Եվ ես համակարգաշինություն չեմ տեսել Հայաստանում, անկեղծ լինենք։ Խոսում են սպառազինությունից, բայց սպառազինությունը անվտանգային համակարգի վերջին կետն է։ Մոտեցումը ինչպես պետք է լինի։ Նախ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պետք է հրահանգ իջեցներ, թե մոտալուտ ինչպիսի պատերազմի պետք է Հայաստանը պատրաստ լինի, որովհետև պետության գլխավոր խնդիրը վատթարագույնի կանխավարկածով առաջնորդվելն է։ Դու պետք է պատրաստվես վատին եւ թող դա երբեք տեղի չունենա։ Լավին պատրաստվելու կարիք չկա։ Վատթարագույն կանխավարկածը պատերազմն է։ Եվ այդ հաշվարկը պետք է լինի, եթե ենթադրենք
պատերազմ է ակնկալվում, ենթադրենք, պետությունը միշտ այդ հիպոթեզով առաջ պետք է գնա։ Ինչպիսի պատերազմի ենք մենք առերեսվելու։ Եվ պրոֆեսիոնալներին հրահանգ են տալիս, ասում են հաշվարկեք, հայ ժողովուրդը ինչպիսի դիմադրողականություն պետք է դրսևորի, որ այդպիսի պատերազմին դիմակայի։ Դրանից ելնելով հասկանում են, թե ինչ բանակ է լինելու, սա զանգվածային բանակ է լինելու, թե միայն պրոֆեսիոնալ բանակ է լինելու, թե զուգամիտված զանգվածային եւ պրոֆեսիոնալ բանակների։ Դրանից ելնելով հասկանում են, թե ինչ զորատեսակներ պետք է այդ բանակում լինի։ Մոբ ռեզերվը ինչպես պետք է կառավարվի, ինչքան կադրային կապիտալ պետք է ապահովի, բարձրաստիճան սպայական անձնակազմ, միջին օղակի սպաներ եւ ինչպիսի սերժանտական դաս եւ շարքայինների ինչպիսի քանակություն պետք է լինի։ Դրանից ելնելով որոշում են, թե արդյունավետության պայմանավորված նաեւ ֆիզիկա աշխարհագրական տեղանքի արդյունավետության պայմանավորված ինչպիսի զինատեսակներ պետք է լինեն, ինչ մոդելի, ինչ քանակությամբ։ Նոր հետո վերջում գնում առնում են։ Իսկ իրանք առել են Այդ վերոնշալ ասացները հլա անալիզը չկա։ Սահմանալի է ուղղակի եւ այն սարսափելի կադրային քաղաքականություն, որ այսօր տարվում է Հայաստանի վերին էշելոնում, ես չգիտեմ ով է դրա հեղինակը, ով է այս ի վերջո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անուն ազգանուն ունի։ Ինչպես Ստալինն էր ասում, ամեն խնդրեմ ունի անուն ազգանուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ ասի, որ ինքը թիվ 1 պատասխանատուն է, բայց թիվ 1 մեղավորը չէ, միևնույն է, պարզ է, չէ՞ որ կադրերի հարցում, ընտրության հարցում ինքն է պատասխանատուն։ Նրա մտածելակերպից այն կողմ չի անցնում այլ մարդկանց տեսնելը այդ օղակներում։ Չէ, միտումնավոր են ընտրում այդ կադրերը։ Ես վստահ եմ, որ այո։ Չէ՞ որ դա տանում է կործանման։ Բայց նրանց կարծիքով գուցե եւ ոչ։ Հենց սա է աղետը, որ նրանք կարծում են, որ չի տանում կործանման, բայց իրականում հարացույցը ցույց է տալիս, որ տանում է։ Հարացույցը ցույց է տալիս, չէ՞, ոնց այդ մարդկանց բացատրենք, որ ձեր քաղաքականության հետևանքն է ցույց տվել, որ ձեր վարած կադրային քաղաքականությունը տանում է դեպի աղետ։ Արդարության համար նշենք, որ զինված ուժերում կան փայլուն սպաներ, որ հիմա ծառայության մեջ են, ես անձամբ ճանաչում եմ շատերին եւ ուրախ եմ, որ գոնե այդ սպաները կան եւ առիթից օգտվելով այդ սպաներին էլ կասեմ, պարոնայք սպաներ, Հայաստանը հենվում է ձեզ վրա, չերերակ։ Մնացեք համակարգում շարունակեք ծառայել անկախ անարդարության գիտակցումից եւ շոշափելուց։ Մնացեք համակարգում շարունակեք ծառայել, ձեր վրա ենք հենված։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես դժվարանում եմ արդեն հավատալ, որ միջև հաջորդ ընտրությունները ինչ որ լուրջ բան կարող է կատարվել, պես երկրում փոփոխվել։ Չնայած շատեր այն կարծիքին են, որ ժամանակն է, որ նաեւ արտահերթ ընտրությունների մասին մտածել։ Պարզապես արտահերթի համար նոր ուժերը կայացած դեռևս չեն լինի։ Նորից նույն կոնյունկտուրան կստանանք խորհրդարանում, մի քիչ ավել, մի քիչ պակաս, եւ կունենանք եւս 5 տարի տառապալից տարիներ ունենալով այդ իշխանությունները։ Թեպետ եւ մենք առյուծի թռիչքներով ենք ամեն ինչ փորձել անել 9 ամսյա ժամանակահատվածում կուսակցությունը ֆորմալ առումով կա, շուտով փաստաթղթերը ներկայացնելու ենք արդարադատության նախարարություն եւ ամեն օր օրացույցի վրա ջնջելով ուղակի սպասելու ենք միջև պատասխանը մեզ տան։ Դե հասկանալի է իհարկե, բայց ես ասում եմ, հավատը կորել է մի տեսակ, մարդիկ հիասթափված են, իսկ այն իրավիճակը ինչ տիրում է մայրաքաղաքում, պարզապես սարսափելի։ Շատ ճիշտ եք ասում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, մարդիկ շատ են ասում են, այ օրինակ շատերին հավատացինք, մեզ խաբեցին։ Անկեղծորեն ասեմ, որ նույն կարգավիճակում ես էլ եմ հավատացել ու խափնված եմ դուրս եկել։ Եվ քանի որ ես դաշտում փնտրում էի մի հավասարարժեք ուժ, որին կարելի էր կծվել, կրկին չգտա։ Իսկ մարդկանց եւ քաղաքացիների պահանջը, որ ալտերնատիվա ձևավորեք, ստիպեց ուղղակի, որ մենք դա նախաձեռնենք, որտեղ պատասխանատվությունից չեն պատրաստվում փախչել։ Եվ այսպեսի մի հարց, սիրելի մարդկանց, քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին, անգամ եթե հիասթափվել եք, հուսախաբված եք եւ չեք հավատում ոչ մեկին։ Ի վերջո ուժողը ով է լինելու։ Էլի մենք։ Այդ դեպքում նարեկացու ոգով մենք պետքա միշտ ինչ-որ մեկին գտնենք, որին կհավատանք։ Դա կլինի Գուրգեն Սիմոնյանը, թե մյուսը, թե մեկ այլ ուրիշ մարդ, էական չի, ինչ-որ մեկին պետք է գտնել հավատալու համար։ Սա կենսունակությունը ապահովելու միակ ձևն է։ Այլ տարբերակ չկա։ Նարեկացին էր ասում, չէ, ասում էր լիակատար հուսալքված անձնավորությունը նողկալի արարած է։ Սա նարեկացու բառերն է։
հուսալքված մարդը ինքն իրեն նետում է այն անհատակ օվկիանոսի խոր անդունդը, որն ամենահեռուն է պահում իրեն Աստծուց, որտեղ հուսալքված մարդու մեջ բացակայում է սերը եւ բացակայում է հավատը։ Հետևաբար տիեզերական վարդապետը եւ հայ ժողովրդի մեծ ուսուցիչը մեզ սովորացնում է հետեւյալը. հայ ժողովուրդ երբևիցե չհիասթափվես եւ չհուսալքվես։ Անկամ եթե միշտ խաբել են քեզ, գտիր ամեն անգամ ինչ որ մեկին ում վրա կարելի է հույս դնել եւ հավատալ։ Անկախ երաշխիքներից։ Սա կարևոր հանգամանք է։ Այսպես մենք կարող ենք մեր պետությունը ապրեցնել, այլապես տանը նստած կրավորական վարկ դրսևորելուց մեզ համար դրոշակ դարձած, որ մեկը միևնույնն է բոլորը խաբեփային, չենք հավատալու։ Ով է ուժելու։ Մենք։ Որովհետև գնացողը կգնա եւ կընտրի նրան, ով ում համար որ գումար է վերցրել կամ վարչական ռեսուրս են զորաշարժել, որ ինքը գնա վերցնի, որ աշխատանքը չկորցնի, վերջում կստանանք այն ինչ որ ստացանք եւ ինչն էր պատճառը մեր կրավորական վարքը։ Իսկ կրավորական վարքի պատճառը ո՞րն էր, որ մենք մեզ համոզել ենք, որ միևնույնն է բոլորը խաբեփային եւ մենք հուսալքված ենք։ Այո։ Մարդիկ արդեն հավատը կորցրել են։ Ես չեմ խոսում նախկիններ, ներկաներ, որովհետև իմ կարծիքով չկա այդպիսի կատեգորիա, դրանք բոլորը նույնն են։ Այո, շատ ապրեք։ Դրա համար մենք գիծը պետք է քաշենք, նորը պետք է ստեղծենք։ Նորը պետք է ստեղծենք։ Հայտնի երկի հայտնի տողերը կամ ակնթարթ անցյալից ու ներկայից ակնթարթ, որն էլ կոչվում է կյանք։ Սա մեր կյանքն է։ Իրականում այո, շատ ճիշտ եք։ Շնորհակալ եմ այսօրվա համար։ Ես հույս ունեմ, որ ձեր նորաստեղծ խուսակցությունը անպայման կհամագործակցի նաև Փակ TV-ի հետ, իսկ Փակ TV-ն այն հարթակն է, որտեղ դուք միշտ կարող եք գալ, ձեր խոսքը ասել, ձեր կողմնակիցները։ Հաշվեք, որ ունեք լավ բարեկամ, հավատարիմ, որ ոչ միայն կիսում է ձեր գաղափարները, ձեր մտքերը, ձեր կարծիքները, այլ ամենակարևորը սպասում է նաև ձեր կողմից տրված բոլոր տեսակի մեկնաբանությունների։ Վերջո Փակ նշանակում է փաստեր, անակնկալներ, կարծիքներ, եւ Գուրգեն Սիմոնյանը մեզ համար միշտ մշտապես սպասված հյուր է լինելու։ Շատ շնորհակալ եմ, ես սիրով շատ հավանում եմ թե ձեր նախաձեռնությունը, թե ձեր արիքը, թե ձեր բազմամյա ավանդը այս դաշտում։ Ես հիշում եմ դեռ մանկուց ձեր վարած գործունեությունը եւ միշտ հիասմունք եմ ունեցել անձամբ ձեր նկատմամբ, ձեր վարած գործունեության, նաեւ լավ նոտայի համատեքստում, քանի որ դուք ասացիք, որ այս շաբաթ առաջի հյուրն եմ, ես ուզում եմ սրտանց եւ ջերմորեն շնորհավորել բոլոր կանանց, տատիկներին, մայրերին, աղջիկներին, կանանց եւ մաղթել երջանկություն եւ ամենայն բարիք, որ նրանք ուղղակի ապրեն հիացմունքի տարիներ իրանց կյանքում, լինեն երջանիկ եւ միշտ ողջավորությամբ ու հպարտությամբ իմանան, որ իրանք ուժեղ պետության քաղաքացիներ են եւ պաշտպանված քաղաքացիներ են եւ բարեկեցիկ քաղաքացիներ են։ Ամենայն բարիք մեր հայուհիներին եւ առհասարակ կանանց թող հիշեն, որ ապագան իրենք են, որտեվ իրենք են դաստիարակում ապագա սերունդը, ապագա հասարակությունը։ Իսկ տղամարդիկ պատասխան են տալիս առօրյայի համար, ներկայի համար։ Եթե ինչ-որ մի բան էլ այն չենք անում, ներող եղեք, կաշխատենք ավելի լավ անել։ Եվ ձեր բարեկամներ, մենք հյուրընկալել ենք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների տեխնացու Գուրգեն Սիմոնյանին, ով խոստացավ, որ այսուհետ ավելի հաճախակի մեզ կհյուրընկալվի եւ մենք նրա շնորհիվ կփորձենք կիսել ձեր բոլոր, ինչպես ասում են, դարդերն ու ցավերը։ Այսօր այսքանը, ցտեսություն։